ԱՄՆ 250-ամյակին նվիրված ազատություն 250 հոբելյանական միջոցառումների շրջանակում, որոնք կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է հիմնադիրների թանգարան ցուցադրությունը։ Վանաձորում, Լոռու մարզային գրադարանում, ամերիկյան անկյունում ցուցադրությունը պաշտոնապես բացեց ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Սպիտակ տան կողմից պատրաստած հիմնադիրների թանգարան ցուցադրությունը ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։ Արհեստական բանականության նորարարական տեխնոլոգիաների միջոցով այս ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը եւ պատկերների, կենսագրությունների, պատմական կարևոր իրադարձությունների միջոցով ներկայացնում է ամերիկյան անկախության առաջնորդներին, որոնց շարքում են այն 56 գործիչները, որոնք ստորագրել են անկախության հռչակագիրը, ինչպես նաեւ 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հանձնարարականով մենք ամենուր նշում ենք Միացյալ Նահանգների 250-ամյակը եւ այստեղ Հայաստանում եւս նախատեսում ենք մի շարք միջոցառումներ։ Այս պահին մենք ներկայացնում ենք հիմնադիրների թանգարան ցուցադրությունը։ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի մասին ենք ներկայացնում, այն մարդկանց, ովքեր ստորագրեցին անկախության հռչակագիրը։ Միացյալ Նահանգների հիմնադրման ակունքներում գտնվող նաեւ կին գործիչներին ենք ներկայացնում։ Ուզում ենք լայն հանրությանը ներկայացնել Միացյալ Նահանգների հիմնադրման ակունքների եւ պատմության զարգացման հիմնական ընթացքը։ Լոռու մարզի բնակիչներին, Հայաստանի տարբեր վայրերի բնակիչներին ուզում ենք խրախուսել, ովքեր հետաքրքրված են Միացյալ Նահանգներով, բաց մի թողեք այս ցուցադրությանը ծանոթանալու հնարավորությունը։ Վանաձորի ամերիկյան անկյունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը ողջունեց առաջին այցելուներին։ Նրանք դիտարկեցին ֆիզիկապես առկա ցուցանմուշները եւ վիրտուալ ցուցադրությունները։ Վանաձորի ամերիկյան անկյունը արդեն 19 տարի է ինչ գործում է, ունենում է հարյուրավոր այցելուներ, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, սկսած անգլերեն լեզվի ծրագրերից։ Ունենք TOEFL եւ ունենալու ենք նաեւ այս տարում, որը ունի մեծ պահանջարկ։ Այժմ շատ կենտրոնացած ենք նաեւ արհեստական բանականությանն ուղղված ծրագրերին, նույնպես իրականացրել ենք նմանատիպ ծրագրեր անցյալ տարի ու ունեցել են մեծ պահանջարկ։ Մշտապես ունենք անգլերեն լեզվի ծրագրեր, շատ հաճախ ծրագրերն իրականացնում են մեր խաղաղության կորպուսի կամավորները, ովքեր այստեղ են եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ իհարկե այստեղ կարող են նաեւ ինֆորմացիա ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրթական հաստատությունների մասին, ինչպես սովոր են, ինչպես ընդունվեն, փոխանակման ծրագրեր, ունեն մենք հանդիպումներ դիվանագետների հետ, որ մեր ամերիկյան դեսպանատան դիվանագետները գալիս են եւ տարբեր քննարկումներ են ունենում երիտասարդների հետ եւ ոչ միայն։ Ազատություն 250 հոբելյանական միջոցառումների շարքում տարվա ընթացքում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր ամերիկյան անկյուններում։ Հիմնադիրների թանգարան ցուցադրությունը առաջինը ցուցադրվեց Երևանում, այնուհետև Գյումրիում, այժմ Վանաձորում։ Ցուցադրությունները կշարունակվեն տարբեր քաղաքներում, որտեղ կան ամերիկյան անկյուններ եւ կրկին կվերադառնա հետ Երևան։ Ցուցադրությունը կներկայացվի նաև հուլիսի 4-ի ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառմանը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։